Քանի որ Եվրանես խորհրդարանական վեաժողովի քարտուղարության հետ լուրջ խնդիր էր առաջացել, ես ուղղակի չհասցրեցի առաջի զեկուցման ժամանակ ստեղ լինել, դրա համար օգտագործեմ այս առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնության Հանրապետության կառավարության միջև 23 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրին անդրադառնալ։ Սիրելի հայրենակիցներ, այս գեղեցիկ անունը, որը կարող այն տպավորությունը թողնել, թե այս թղթով Հայաստանի կառավարությունը եւ Գերմանիայի կառավարությունը ել ավելի են սերտացնում համագործակցությունը եւ դա համապարփակ, խոր եւ ընդլայնված միջոցառումների համաձայնագիր է, այս գեղեցիկ անվան տակ թաքնված է հերթական վարկային համաձայնագիրը 60 միլիոն եվրոյի կարգի սարսափելի ցածր կապիտալ, նույնիսկ կապիտալը չէ, սարսափելի ցածր դրամաշնորհ միասին։ Սա ընդունելի չի եւ մեխանիզմը Կենտրոնական բանկը ներողություն Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտք է վերցնում ցածր տոկոսով, հետո ինչ որ մի տոկոսով վարկ է տալիս Կենտրոնական բանկին, հետո Կենտրոնական բանկը ինչ որ մի տոկոսով վարկ է տալիս առևտրային բանկերին, հետո ինչ որ մի տոկոսով առևտրային բանկերը վարկ են տալիս վերջնական շահառուներին։ Բարդ ինչ որ մի հատ սխեմա քողարկված գեղեցիկ քաղաքականապես հնչեղ անվան տակ։ Այս համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականին։ Եթե հունվարի 1-ին ստորագրված ցներ, կասեի, որ համարյա 3 տարի է անցել, բայց համարենք 2.5 տարի է անցել։ Ինչի 2.5 տարի անցած նոր սա ներկայացվեց։ Ես ֆրակցիոնից պետք է խոսեմ կողմ, շարունակեմ, թե ընդմիջեմ։ Ապտի ընդմիջեք, որտեղ հաջորդ խոսնակներս։ Գեան Նազարյան Ամուց։ Ես շարունակեմ, որ ավելի պարզաբանեմ, ես հասկանում եմ, որ այս իմ բարձրացրած խնդրի ամբողջ պատասխանատուն դուք չեք, պարոն Պապոյան, կամ ձեր դաշտում չէ, բայց այս խնդիրը, որ ես ազգային ժողովի ամբիոնից ուզում եմ բարձրաձայնել, որովհետև առնչվում է մեր հայրենակիցներին, երբ որ կառավարությունը ընկերությանը թույլ է տալիս Հայաստանում այդպիսի գրեթե մոնոպոլ դիրքով գործունեություն, պետք է նաև ուշադիր լինի, թե ինչպես է գործում այդ ընկերությունը։ Քաղաքացին անդադար չի կարող մենակ պայքարել այդ ամեն ինչի դեմ, երբ որ բերում են X քանակի մեքենաներ եւ դրա համար եւ այդ մեքենաները հայտնվում են բոլոր հնարավոր տարբերակներում, սկսած ամենացածրից մինչև վերջը, ոնց ուզում ես պատվիրի, այդ մեքենաներն են գալիս։ Այսօր ես աշխատանքից ուշացել եմ մենակ նրա համար, որ առաջին 3 մեքենաները դրանք էին մերժել եմ, նոր հետո որ նորմալ մեքենա գան։ Բայց վտանգը որն է, որ մարդուն մենք օգնում ենք, որ գնա մի այլ ծանր պայմանից հայտնվի մեկ այլ ծանր պայմանում։ Օրական 17,000 վարձ տալ նշանակում է ինքը առնվազն 15 պլյուս ժամ պետք է ավտոմեքենա քշի, տաքսի վարի, որ մի 2 կոպեկ իրեն մնա։ Սա պետք է կանխել։ Այդ մեքենան արդեն նորմալ վիճակում չի, որ բիզնես կամ պրեմիում պլյուս գծով աշխատի, բայց մարդը այդ ընկերության հետ առնչություն չունի, չկա որևէ կոնտակտ, որ դու ասես այս ինչ եք անում։ Դրա համար ես դիմում եմ ձեզ, մեր 20 ժամ ավտոմեքենա վարող մարդը չի կարող նորմալ վարի, մնացածի մասին էլ չեմ ասում։ Հայաստան պատգամական խմբակցության անունից ձայնադրվում է Արթուր Խաչատրյանն։ Միտքը շարունակեմ սելի հայրենակիցներ, ուրեմն 30 ամիս համարյա առաջ ստորագրված փաստաթղթի հետ կապված կան բազմաթիվ հարցեր եւ չեմ հասկանում ինչի կառավարությունը 23 թվականի ստորագրած համաձայնագրի մանրամասները
չի դիտարկել, որովհետև նման դեպքեր էլի եղել են եւ գալի ասում են այսքանով վերցնում ենք սենց շահառուին հասնում է ենթադրենք 10%-ով 11%-ով հիմա պարոն Պապյան 0.85% իհարկե լավ է բայց ավանդների հետ որ համեմատում եք պետքա եվրոն եվրոյի հետ համեմատեք եվրոյով ավանդները 1.5% են 2% են ինչ են եւ տարեկան այդքան է դոլարը 3.5% է տարի ու կես Եկեղեցուց ես եմ գալի Տերորդնյան պարոն Գաբրելյանն ասում այո երկրորդը Հայաստանի բնապահպանության հիմնադրամը ինքը անդամակցում է թե կանաչ կլիմայի հիմնադրամին հարմարավորականության հիմնադրամին եւ կարող է առանց միջնորդի այս ֆոնդերը ներգրավել եւ մենք ունենք բանկերում բնապահպանական նպատակներով կամ բնությանը չվնասող բազմաթիվ վարկային ծրագրեր ինչ իմաստ ունի պետական պարտքը ել ավելի շատացնել եւ մի բան վերցնել որի վերջնական արդյունքը չենք էլ կարողանում հասկանանք ինչ իմաստ ունի այս ամեն ինչը եւ քանի որ նաեւ ԱՊՀ մասին եւ ԵԱՏՄ մասին ասկար ներողություն շարժկարծ անդրադառնամ Այստեղից Նիկոլ Փաշինյանը այստեղից հայտարարեց, որ անխոչնդոտ անցում, օրինակ, որ մենք տրամադրելու ենք Ադրբեջանին, մոտավորապես նույնն է, ինչ որ ԵԱՏՄ-ի հետ։ Պարոն Պապյան, ձեռքը դնելով ձեր խղճին, կասեք, հիմա մենք ԵԱՏՄ-ի հետ անխոչնդոտ հաղորդակցություն ունենք, բա մաքսատների առաջ այդ մեծ հերթերը, դժգոհությունները, QR կոդերը, դրանք անխոչնդոտության դրսևորումներ են։ Շնորհակալություն։ Ելույթներն ավարտվեցին, պարոն Պապոյան, համեցեք եզրափակիչ ելույթի համար։ Շատ լավ։ Պարոն Խաչատրյան, եվրոյով վարկը Կենտրոնական բանկը դրամով տրամադրում է առևտրային բանկերին։ Հետևաբար դա դրամով ավանդի հետ պետք է համեմատել։ Եվրոյով ավանդի հետ չպետք է համեմատել։ Սա մեկ։ Երկրորդը։ Պարոն Դանիելյանը ուշ եկավ երևի չի լսել, ես մի քանի հարցերի պատասխանել էի եւ պարոն Դանիելյան նշեմ։ Ուրեմն արձանագրված խնդիրը քննարկվել է Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ։ Վերջիններս տրամադրված են հարցին տալ լուծում, այն է 90 օրը դարձնել 180 օր մեր դիմումի հիման վրա եւ մեր տեղեկություններով այս պահին արդեն իսկ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում գտնվում է շրջանառության փուլում շրջանառության մեջ հոկտեմբերի 24-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ խորհրդի նիստը, որտեղ այդ հարցը քննարկվելու է եւ կոնկրետ հստակություններ կլինեն։ Սա շատ ուրեմն հստակ։ Հաջորդ հարցի հետ կապված։ Ես ուզում եմ նշել, որ այս վարկային բաղադրիչի մեջ 18.6 միլիոն եվրոն լինելու է դրամաշնոր, որից 3 միլիոն եվրոն բուն վարկի մասն է, մյուսը 15.6 միլիոն եվրոն մեկ այլ համաձայնագրով GIZ-ի միջոցով իրականացվող դրամաշնորային ծրագիր է։ Հետևաբար ստացվում է, որ դրանք մեկ ամբողջության մաս են, ուրեմն իրար հետ կազմում։ Հետևաբար, նախ, պարոն Խաչատրյանն ասում է, շնորհակալ եմ, ընդունեց ցածր տոկոսով, որովհետև օրինակ 20 միլիոն եվրո վարկը 0.80 քանի տոկոսով ինքը շատ լավ տոկոս է, բայց միևնույն ժամանակ նայենք մեր մնաց պարտքի մյուս տոկոսադրույք, այսինքն մեր պարտքի տոկոսադրույքի համեմատ սա շատ լավ պայման է, նույնիսկ կարելի է վերցնել, տանել են պարտքը պակել, այդքան լավ պայման է, հետևաբար այս վարկային համաձայնագրին դուք պետք է կողմ քվեարկեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Պապոյան։ Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտում ենք։ Պարոն Նազարյան, ես կարծում եմ
ձեր բարձրացած հարցերը նաև մրցակցության